Մենք շարունակում ենք բացառիկ ռեպորտաժների շարքը, որ նվիրված է անկախության 25-րդ տարեդարձին։ Ինստիտուցիոնալ անկախություն բացառիկ ռեպորտաժների շարքում այսօր խոսելու ենք պետական գանձապետարանի մասին։ Խորհրդային միության փլուզումից հետո նոր անկախ Հայաստանն ուներ կառավարություն, ֆինանսական հոսքեր, սակայն չուներ մեկ միասնական գանձապետարան։ Գրեթե յուրաքանչյուր նախարարություն ուներ իր հաշիվը, քաոսային էր փողի կառավարումը։ Դա այն ժամանակ էր, երբ ուշանում էր աշխատավարձն ու թոշակը։ Հենց ֆինանսական քաոսը կառավարելու համար ստեղծվեց պետական գանձապետարանը։ Հենց այնտեղ են գնում մեր բոլոր եւ քաղաքացիների եւ բիզնեսի վճարած հարկերը եւ մյուս փոխանցումները։ Այսօր պետական գանձապետարանը նախ ամենաթափանցիկ եւ երկրորդ ամենակայացած կառույցն է։ Մեր քաղաքացիները կարող են դժգոհել աշխատավարձի կամ թոշակի չափից, բայց ոչ երբեք դրա ուշացումից։ Գանձապետարանի մասին, ինչպես իր ռեպորտաժի վերջում նկատում է Նելի Հարությունյանը, շատ էր խոսվում 90-ականներին, երբ այն դեռ նոր էր սկսում կայանալ։ Հիմա որևէ մեկը չի էլ հիշում, իսկ դա պրոֆեսիոնալ աշխատանքի եւ համակարգի կատարելագործման նշան է։ Ամեն օր գիշերը ժամը 2-ին համակարգը գեներացնում է, այդ ինֆորմացիան ուղարկում է կայքի, որպեսզի հանրությունը կարողանա տեսնել թափանցիկ, թե ինչքան է պլանավորված եղել, ինչ գումար է ծախսել, որ ուղղությամբ։ 20 տարի առաջ ինտերակտիվ բյուջեն նույնիսկ երազանք չէր, առավելագույնը գիտական ֆանտաստիկա։ Բյուջեի չափը բաշխում նստ ոլորտների ծախսերն ու մնացորդը բոլոր մանրամասներով այժմ հասանելի է յուրաքանչյուր քաղաքացու։ Պետք է ընդամենը հավաքել i.gov.am եւ բացել ինտերակտիվ բյուջեն։ Ոչ մի ծախս հնարավոր չի տաքսել, դա թափանցիկ ամբողջ երևում է։ Ծախսերի ուղղակի մի սվար խումբ կա, որը որ պաշտպանության նախարարությունը գաղտնիներով է, դա այստեղ չի բացվում, դա անվտանգությունից ելնելով է երկրի, մնացած բոլոր ծախսերը հաթաթ բացված են այստեղ։ Հիմա ամեն ինչ է համակարգված եւ թափանցիկ, իսկ 2 տասնամյակ առաջ իսկական քաոս էր։ Ֆինանսական համակարգի հին խորհրդային մոդելն այլևս չկար, իսկ նորի մասին ոչ ոք չգիտեր։ Պետական մարմինները, ով որտեղ ցանկություններ ունենում, գնում էր հաշիվ էր բացում եւ չկար ընդհանուր, այսպես ասած, դիսցիպլինա։ Վերահսկելը շատ հաճախ դժվար էր պետական միջոցներ եւ ամենակարևորը անարդյունավետ, այսինքն կային շատ խնայողություններ, պետական միջոցներ, բայց չէր կարող օգտագործել։ Հենց այս փուլում էր, որ որոշում կայացվեց ստեղծել գանձապետարան։ 1996-ին ֆինանսների նախարարությունում ձևավորվում էր առանձին կառույց, որը պետք է իմի բերեր բյուջեի փողերը։ Այն ժամանակ անունը չէինք դնում կոռուպցիա իհարկե, բայց մեծ կոռուպցիոն ռիսկեր կար, այսինքն որ բանկում հաշիվ, որ հիմնարկը ինչպես բացի, ինչպես իրականացնի, զավեշտալի պայմանագրեր բացահայտվեցին այն ժամանակ։ Բոլոր բանկի հաշիվները փակվեց նախարարությունների, տեղափոխվեց գանձապետարան։ Գանձապետարանը մի հատ հաշիվ բացեց կենտրոնական բանկում եւ այդ հաշվի վրա եկավ ամբողջ հանրապետության եկամուտը եւ ծախսը կատարվեց այդ միակ հաշվից, գանձապետական հաշվից։ Այսօրվա 1 տրիլիոնից ավելի բյուջեի կողքին առաջին 5-6 միլիարդանոցները ժպիտով են հիշում։ Այն ժամանակ էր, որ արվում էին ծախսեր ու բյուջեում չէին երևում եւ հակառակը բյուջեով ծրագրված շատ գումարներ այդպես էլ տեղ չէին հասնում։ Ամիսներով կարող են մարդիկ աշխատավարձ չստանալ ուղղակի հիշեցման կարգով ասել։ Այդպիսի վիճակ էր։ Դրում թեպետ փող կարող է լիներ ինչ-որ տարբեր տեղեր ցրվածով։ Հենց այդ շրջանում էին տեղի անտեղի դեֆիցիտ բառն օգտագործում։ Գանձապետարանի ձևավորմանն ու մեկ միասնական հաշվի ստեղծմանը զուգահեռ բառապաշարն էր փոխվում։ Դեֆիցիտը դառնում էր կառավարելի։ Պետությունը իր ձեռքի տակ ունենում էր իր ամբողջ ինֆորմացիան, տեղեկատվությունը, թե ինչքան մուտքեր, ինչքան ելքեր տվյալ ժամանակահատվածի դրությամբ ինքը ունի։ Հաստղ տապանակներին շատ արագ փոխարինեցին էլեկտրոնային ծրագրերը, մարդկային գործոնը հասավ նվազագույնի։ Ամեն ինչ կենտրոնացվեց ու ավտոմատացվեց։ Այդպիսով նվազագույնի հասան նաև չարաշահումները։ Ցանկացած տեղաշարժ բյուջեում գանձապետարանը տեսնում էր, վերահսկում ու կառավարում։ Բոլոր փոխանցումները, մուտքերն ու ելքերը արվում էին մեկ հաշվից։ Այդ համակարգը այս տարիների անկախության տարիների լուրջ ձեռքբերումներից է։ Մեր քաղաքացիները դրա հետ ուղղակիորեն չեն առնչվում, բայց եթե գանձապետական համակարգ ասենք չաշխատի, բոլորը կզգան։ Գանձապետարանի ստեղծմամբ դրամային կանխիկ հոսքերն ու պետական պարտքը դարձան կառավարելի։ Թողարկվեցին առաջին պետական պարտատոմսերը։ Գրեթե 10 տարի անց շուկան ընդլայնվեց։ Հայաստանը թողարկեց նաև արտարժութային պարտատոմսեր։ 2013-ին միջազգային ֆինանսական շուկա դուրս եկան այսպես կոչված հայկական առաջին եվրաբոնդերը։ Մենք կարողացանք բավականին լուրջ պահանջարկ ապահովել խոշոր ու հանրահայտ ներդրողների շրջանում տեղաբաշխել
մեր պետության կողմից թողարկված պարտատոմսերը։ Գանձապետարանի մասին շատ էին խոսում սկզբում, երբ նոր էր ձևավորվում, հատկապես երբ աշխատավարձներն էին ուշանում։ Այսօր արդեն Գանձապետարանի մասին նույնիսկ բյուջետային հիմնարկները չեն հիշում։ Կառույցի մասին մոռացան, երբ համակարգը սկսեց աշխատել ու ֆինանսական հոսքերը դարձան կառավարելի։ Նելի Հարությունյան, Ալբերտ Գալստյան, Խաչատուր Եսայան, Բանաձև։